Ողջույն, երկխոսության լսարանի հյուրն այսօր Շիրակի մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Արամ Անտոնյանն է։ Բարև ձեզ, պարոն Անտոնյան, շնորհակալ եմ մեզ այսօր հյուրընկալվելու համար։ Պարոն Անտոնյան, Գյումրիում այս պահին կառավարման ճգնաժամ կա թե ոչ եւ արտահայտ ընտրությունների հավանականություն դուք տեսնում եք թե ոչ։ Տեսեք, Գյումրիում կառավարման ճգնաժամ, այսինքն այս պահին գործող մեր օրենսդրությունով ինչ է, որ նախատեսված է, լուծում է, այսինքն ղեկավարումը շարունակվում է առաջին տեղակալի միջոցով։ Դիմօրենքով նախատեսված է համայնքի ղեկավարի որևէ պարագայում բացակայելու կամ իր լիազորությունը չկարողանալու դեպքում պարտականությունները իրականացնում է համայնքի ղեկավարի առաջի տեղակալը, ով նաև հանդիսանում է ավականու անդամ։ Այս պահին կոնկրետ իրավական ակտով այդ լիազորությունները վերապավել է համայնքի ղեկավարի առաջի տեղակալին եւ ինքը իր գործունեությունն իրականացնում է։ Կառավարման արդյունավետության մասով ինչ կասեք, պարոն Անտոնյան։ Արդյունավետությունը արդեն մի քիչ ուրիշ խնդիր է, այդտեղ էլ կապված է թե ինչքանով ստորաբաժանումները կամ բոլոր աշխատակիցները արդյունավետ կարողանում են աշխատել, բնականաբար կազմակերպման մասով, եթե համայնքի ղեկավար չկա, ինչ որտեղ բնականաբար խնդիրներ առաջանում են, բայց ինչքանով որ մենք առնչվել ենք համայնքապետարան հետ, փորձում են հնարավորինս այդ աշխատանքները կազմակերպել, ճիշտ է, որոշ ծրագրեր երևի չի ստացվում, չի իրականացվում, բայց աշխատանքները բնականon այս պահին ընթանում են, որովհետեւ ցնցումներ չկան։ Պարոն Անտոնյան, անցած հաղորդման մեր հյուրն էր Ավետիս Առաքելյանն, ով այս պահին կատարում է Գյումրի համայնքապետի պարտականությունները եւ ինքն ասաց, որ հնարավոր է իրեն էլ կալանավորեն եւ այս պարագայում, այս տարբերակի դեպքում թիմ օրենքը ինչպես է կարգավորելու, եթե պարտականությունները կատարողն էլ, հա, ինչ-ինչ պատճառներով դադարեցնի իր լիազորությունները։ Այդ դեպքում մենք արդեն այդ ճգնաժամ բառը կարող է ունենանք, բայց հավանաբար իմ կարծիքով թիմ օրենքը նման իրավիճակում հստակ լուծումներ չունի։ Կարծես թե տված, բայց իմ կարծիքով միակ տարբերակը, քանի որ այս պահին գործող դիմօրենքով մյուս տեղակալների վերապարտականություն տնելու դրույթ չկա նախատեսած, այդ դրույթը այս պահին շրջանառության մեջ գտնվող նախագծում է, բայց գործող օրենքում մյուս տեղակալների վերապարտականություն տնելու, քանի որ դրույթ չկա նախատեսված, հավանաբար հաջորդ լուծումը լինելու է ժամանակավոր պաշտոնակատար նշանակելը եւ նոր դրանից հետո արդեն նոր ընտրությունների միջոցով։ Պարոն Անտոնյան, թիմ օրենքը ինչ է նախատեսում այն դեպքում, երբ ավագանին չկարողանա նիստեր գումարել, ինչ-ինչ պատճառներով։ Տեղական ինքնակառավարման մասին օրենքով հստակ ձևակերպումներ կան, այդ իրավիճակների նկարագրությունը կա, թե որ դեպքում է համայնքի ավականու լիազորությունները դադարեցվում, դա հերթական նստաշրջանի ընթացքում, եթե 3 ամիս անընդմեջ ավականու նիստեր չեն հրավիրվում, եթե հերթական նստաշրջանի ընթացքում համայնքի ավականին իր որոշումներ չի ընդունում որևէ հարցի վերաբերյալ կամ էլի նույն հերթական նստաշրջանի ընթացքում, ասենք համայնքի ղեկավարի կողմից ինչ որ նախագծեր են ներկայացում, էլի ավականին այդ հարցերի վերաբերյալ որոշումներ չի տվում, այսինքն որևէ ձևով ավականին գործունեություն չի իրականացնում, ասենք պարալիզացված իրավիճակ է։ Այդ իրավիճակում դիմօրենքի լուծումները տալիս է, որ համայնքի ավականու լիազորությունը պետք է դադարեցվեն եւ անցկացվեն նոր ընտրություններ։ Նախորդ տարվա ծրագրերը, որոնք նախատեսված էին, հա, անցած տարում կատարել մինչև 2026 թվականը, դրանք հաջողվեց իրականացնել եւ որքանով եւ որոնք են 2026 թվականի անելիքները։ Խոսքը մեր բոլոր համայնքների մասին է, թե։ Այո։ Ծրագրերը, այո, գրեթե բոլոր ծրագրերը հաջողվել է իրականացնել, բնականաբար մենք ծրագրեր ունենք, որոնք նախատեսված է, որ պետք է տեղափոխվեն նաև հաջորդ տարի, դրանք երկարատև ծրագրեր են, որոնք մեկ տարվա ընթացքում չի ավարտվելու։ Անցած 25 թվականի ընթացքում մենք ունեցել ենք 4 միլիարդից ավելի սուբվենցիոն ծրագրերի փաթեթներ, ծրագրեր, 37 ծրագիր, մոտ 125 ենթածրագրերով։ Դրանք ամբողջությամբ իրականացվել են, պետության մասնաբաժինը այդ գումարի մեջ մոտ 2.4 միլիարդ դրամն է, ամբողջությամբ ֆինանսավորվել է, իսկ այն ծրագրերը, որոնք որ պետք է տեղափոխվեն, այս տարի դրանք կավարտվեն։ Այսինքն մեծ հաշվով ինքը հաջողված է, այդ տեղափոխվելը ոչ թե անհաջողություն է, ինքը նախատեսված է, որ պետք է տեղափոխվի, բայց հիմնականում ծրագրերը բոլորը իրականացվել են։
2026 թվականի առաջնահերթ անելիքները որոնք են։ Տեսեք, առաջնահերթ անելիքները համայնքը ինքն է որոշում։ Ինքահակին ընթացակարգեր է դրա համար նախատեսված հանրային լսում նախ համայնքապետարանը ինքը առաջնահերթ խնդիրները ըստ վարչական ըստ տարածքների վեր է հանում այդտեղ առաջնահերթ խնդիրները որոնք են դրանից հետո այդ խնդիրները համայնքապետարանում աշխատակազմերում բաժիներում քննարկելուց հետո արդեն հանրային լսումների ենթակա են հանրային լսումներից հետո նոր արդեն որոշում է թե կոնկրետ որ բնակավայրում որ համայնքում ինչ ծրագրեր են իրականացվելու բնականաբար տրամաբանությունը կենսական նշանակության առաջնահերթ խնդիրների լուծումն է, այսինքն եթե որևէ համայնքում կամ բնակավայրում կա, ասենք խմելու ջրի ցանցի կառուցման կամ այդ խմելու ջրի ապահովման խնդիր, բնական է լուսավորությունը այդտեղ արդեն երկրորդական է դառնում, այսինքն առաջնահերթությունները դրանք են։ Եվ նաև երկրորդ կարևոր հանգամանքը, որ այդ համաչափ զարգացման հայեցակարգը ապահովի, որպեսզի մեր բոլոր բնակավայրերը հավասարաչափ կարողանան զարգանալ, այսինքն բոլոր բնակավայրերում ինչ որ ծրագրեր ապահովեն, որի կարիք է այդ բնակավայրն ունի։ Բնականաբար այս տարի նախատեսել ենք, դրանք տարբեր ծրագրեր են եւ գազաֆիկացում է եւ խմելու ջրի ցանցի կառուցում է եւ ոռոգման համակարգերի վերանորոգում կամ կառուցում է եւ ճանապարհաշինություն, լուսավորության նայած թե որ համայնքը կամ բնակավայրը ինչ խնդիր ունի, դեռևս չլուծված։ Պարոն Անտոնյան, եթե դասակարգելու լինենք այս պայծրությամբ, այն ամենաառաջնային խնդիրը, որը կառանձնացնեք, որ համայնքներն ունեն այս պահին, հիմնական խնդիրը։ Տեսեք, մեր համայնքներում շատ խոցելի վիճակում են նախ ճանապարհներ համայնքային ճանապարհների մասին է խոսքը, դրանք առաջնահերթություն ունեն։ Շատ համայնքներ ունենք, որ խմելու ջրի այդ համակարգերը քայքայված են վերանորոգելու կամ նորը կառուցելու խնդիր կա։ Նաև ոռոգման համակարգերն են, որ շատ տեղերում գիտեք առուների տեսքով են, իսկ այդ դեպքում էլ ոռոգման ջրի մեծ կորուստներ են լինում, այսինքն դրանք են առաջնային խնդիրներ, ինքը մեծ խնդիր է, բավականին մեծ խնդիր է, բայց բարբերաբար տարբեր ծրագրերով տարբեր համայնքներում փորձում են այդ հարցերը կարգավորել։ Երբ համայնքները սուբվենցիոն ծրագրեր ներկայացնում են, մարզպետարանը որքանով է աջակցում այդ սուբվենցիոն ծրագրերի մշակմանը եւ հիմնականում ինչ խնդիրներով են դիմում համայնքապետարանները։ Այո, մարզպետի աշխատակազմը միշտ աջակցել է փաթեթների ոչ թե կազմելու ընթացքին, ու կազմելու ընթացքին էլ է միշտ աջակցել, ընթացիկ տարատեսակ հարցեր լինում են, աշխատակազմերի հետ ընթացիկ շփումները կան, բայց փաթեթները երբ վերջնական համայնքը համարում է, որ վերջնականը արդեն ուղարկում է մարզպետի աշխատակազմ, մեր համապատասխան ստորաբաժանումը ուսումնասիրում է այդ փաթեթները, եւ եթե մեթոդական խնդիրներ կան, աջակցելու կարիք կա, ուղղումների, վերախմբագրումների կարիք կա, բնականաբար աջակցում ենք, այդ խորհրդատվությունը տալիս ենք, որից հետո նոր եթե համարում ենք, որ վերջնական է արդեն այդ փաթեթը նոր ուղարկվում է արդեն համապատասխան գերատեսչություններ, կոնկրետ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն արդեն միջգերատեսչական հանձնաժողովում քննարկելու համար։ Այդ դեպքում էլ են երբեմն ստացվում, որ այդ փաթեթներում խմբագրումներ կատարելու, ուղղումներ կատարելու կարիք առաջանում, քանի որ տարատեսակ հարցեր են առաջանում, ասենք ինչ որ փորձաքննություններ չի նախատեսվել կամ ասենք թերի ձևակերպումներ կան, որը չի բավարարում, ասենք պետությունը այդ ծրագիրը չի ֆինանսավորում այնքան, քանի դեռ այդ թերությունները չի վերացվել։ Այդ էլ ընթացիկ կարգով նախատեսված իրավիճակ է, որ նորմալ է։ Իսկ ինչպես է Գյումրու համայնքապետարանի եւ իշխանության կապը սուբվենցիաների ներկայացման առաջարկների առումով։ Նույն ընթացակարգն է, որևէ տարբերություն չկա ժամկետների առումով էլ, ընթացակարգերի առումով էլ տարբերություն չկա ու չի կարող լինել։ Գյումրին մեր մեծ համայնքն է, ինչ տարբերություն։ Եթե կարգը գործում է բոլորի համար, այդ թվում նաև Գյումրու համար։ Իրենք էլ այդ ծրագրերը ինչ որ քննարկել են, ինչ որ համարում են առաջնահերթ, պետք է համապատասխան ձևաչափերով ժամկետներում ներկայացնել մարզպետի աշխատակազմ ու նույն ձևով էլի քննարկվեն։ Ուրիշ բան թե ծրագրերը ինչքանով է հաջողվում իրականացնել, դա էլ արդեն տարատեսակ հարցերի հետ է կապված, ինչ որ բան ստացվում է անել, ինչ որ բան չի ստացվում։ Ուրիշ համայնքներում էլ կարող են ինչ որ հանգամանքների պատճառով ինչ որ ծրագրեր չիրականացվեն։ Բայց կոնկրետ Գյումրիում շատ ասես տարբերվող իրավիճակ, գոնե ընթացակարգերի հետ կապված չկա։
Սեփական եկամուտների հավաքագրման մասով ինչ կասեք Գյումրի համայնքի, պարոն Անտոնյան։ 2025 թվականին Գյումրու համայնքի սեփական եկամուտները կատարվել են 95.5%-ով։ Դե գիտենք նաև այնտեղ որոշակի իրավիճակ էր, այդ իրավիճակը նաև բնականաբար խանգարելու էր այդ հավաքագրումներին, բայց հաշվառնելով այդ ամեն ինչը 95.5%-ը ճիշտ է, ամենալավ ցուցանիշը 100%-ն է եւ դրանից բարձր է, բայց 95.5%-ը այդքան է կարողացել այս իրավիճակում ապահովել հավաքագրումները, բայց մենք մշտապես կապ ունեցել ենք համայնքապետարանի համապատասխան պաշտոնյաների հետ, փորձել ենք մենք էլ աջակցել մեր հնարավորությունների սահմաններում, որ այդ որևէ իրավիճակ չհասնի այդ հավաքագրումների վրա եւ բյուջեն ամբողջությամբ կատարվի։ Քանի որ այդ բյուջեի կատարողականը արդեն ծրագրեր են, արդեն ծառայություններ, իսկ Գյումրիում գիտեք տարատեսակ հողակներ, ծառայություններ, մարզադպրոցներ, մանկապարտեզներ, այդ 5%-ը նույնիսկ կարող է որոշակի, ասենք, ազդեցություն գործել այդ ծառայությունների մատուցման, ասենք, որակի կամ խնդիրներ առաջացնել։ Պարոն Անտոնյան, 2026 թվականին ինչ սուբվենցիոն ծրագրեր են նախատեսված մարզի եւ մասնավորապես նաեւ Գյումրիի համար եւ արդյոք այդ ծրագրերի իրականացումը, եթե ամենալավատեսական սցենարով, եթե դրանք իրագործվեն, որքանով կմեղմեն այն խնդիրները, որոնք քիչ առաջ նշեցիք։ Տեսեք, նախ սուբվենցիոն ծրագրերը շատ արդյունավետ ծրագրեր են, իրենք հիմնականում մեր բոլոր համայնքներում գոնե այս ամառային կամ կանանային այս ժամանակահատվածում աշխուժություն առաջացնում է, ինչ որ համայնքներում այս վերջի տարիներին կառուցվել կատարվել է, սուբվենցիոն ծրագրերի այդ արդյունքն է, որովհետև շատ կարևոր է համայնքը, եթե մենակ իր կարողություններով տադենք, բնականաբար այդ չափի աշխատանքներ չի կարող, այսինքն համայնքը իր բյուջեով, ասենք մի հատ մանկապարտեզ կարող է լավ կառուցել, բայց երկրորդը, երրորդը հետո այդ մանկապարտեզը պահելու համար գումար հատկացնել արդեն դժվար է։ Իսկ սուբվենցիոն ծրագրերը շատ արդյունավետ են այնքանով, որ պետությունը լուրջ մասնակցություն ունի, հատկապես ծրագրեր ունենք, որ պետության մասնաբաժինը շատ ավելի էական է, քան համայնքի մասնակցությունը, եւ այդ առումով այդ սուբվենցիոն ծրագրերը լուրջ խնդիր լուծում են։ Կոնկրետ ես ծրագրերի անվանումներ կարող է չկարողանամ տալ, քանի որ մեկ այլ ստորաբաժանում է այդ կոնկրետ փաթեթների ուսումնասիրությունով զբաղվում, բայց իմ թվարկած այդ բոլոր ոլորտները, հենց ճանապարհաշինություն, ասենք կենսական նշանակության խնդիրների լուծում, նախադպրոցական հաստատությունների կառուցում կամ վերանորոգումներ, դրանք որ համայնք առաջնահերթ համարում է իր համար, այդ ծրագրերը նախատեսում են։ Բոլոր ոլորտներով գրեթե մենք ծրագրեր ունենք ու կունենանք։ Պարոն Անտոնյան, խոսենք նաև համայնքների խոշորացման գործընթացի մասին, որը այս պահին շարունակվում է Լոռու, Սյունիքի, Վայոց ձորի մարզերում, համայնքների միավորում է նախատեսվում, համայնքների խոշորացումը տվեց այն ցանկալի արդյունքը, որ ակնկալում էր կառավարությունը եւ ինչ անելիքներ կան դեռ այս ոլորտում։ Տեսեք, զուտ ծրագրերի կամ համայնքներում տարատեսակ աշխատանքներ բաներ կատարելու հետ կապված կամ համայնքների կարողությունների հզորացման տեսանկյունից միանշանակ համայնքների միավորում իր դրական արդյունքը տվել է։ Եթե մենք նախկինում ունենք տարբեր ժամանակների մասին խոսենք, 119 համայնք, 79 համայնք կամ 42, այդ համայնքների մեջ մի մասը փոքր համայնքներ էին եւ սեփական կարողություններով իրենք հազիվ կարողանում էին, ասենք, իրենք աշխատակազմը պահել եւ 1-2 փոքր ծրագրեր, եթե կարողանային անել կամ չանել։ Իսկ այս միավորումը բոլոր կարողությունները խմբավորեց մեկտեղ, հետո նաեւ այս վերջի տարիներին ավելացել է պետության կողմից տրվող այդ համահարտեցման նպատակով հատկացվող գումարների չափը եւ մեր բոլոր համայնքները գրեթե կարողությունները շատ են մեծացել։ Ու այս առումով այս աշխուժություն դուք եք նկատում, որ տարբեր համայնքներում տարատեսակ էս 4 միլիարդ դրամի ծրագիրը ինքը երբևիցե չի եղել այդ ծավալի ծրագրեր, իսկ դա էլ հենց այդ միավորման նաեւ արդյունքն է, որ այսինքն ֆինանսական միջոցները մեկտեղվել են, կարողությունները հզորացել են եւ համայնքը կարողանում է ցանկացած ծրագրի համար իր ներդրումը կատարել արդեն։ Եթե նախկինում, ասենք, մի հատ ծրագիր էր պետք ու համայնքի համար ներդրում էր պետք, այդ գումարը չկար։ Հիմա համայնքի կարողությունները մեծացել են, այդ արդեն ներդրումների մասով, տեսեք, ծառայությունների քանակն է ավելացել։
Եթե մենք նախկինում, ասենք, կարող է այն մեծ համայնքներում ունենանք 1 կամ 2 նախադպրոցական հաստատություններ, հիմա այնքան է շատացել նախադպրոցական հաստատություններն ու ծրագրերն էլ արդեն նախատեսող շատացել, որ գրեթե բոլոր խոշոր բնակավայրերում արդեն կամ կան մանկապարտեզներ կամ նախատեսում է ունենալ։ Իսկ դա այդ կարողությունների արդյունքն է։ Ուրիշ բան կառավարման արդյունավետությունն է, այստեղ էլ կա տարատեսակ գործոններ, համայնքի ղեկավարից սկսած մինչև այն կրտսեր մասնագետներ, թե ինչքանով է այդ ամեն ինչը արդյունավետ կառավարում, կազմակերպում, բայց մենք փառք Աստծո այս բանին մեր համայնքներում որտեղ մեծ խնդիրներ չունենք։ Կան որ տարատեսակ թերություններ աշխատանքների կազմակերպման հետ կապված, բայց մեծ հաշվով այս մեծ խնդիրներ չունենք։ Այնուամենայնիվ, պարոն Անտոնյան, խոշորացված են համայնքների, գյուղերի բնակիչները բարձրացնում են ճանապարհների հիմնանորոգման, վերանորոգման, բարեկարգման, ջրագծերի փոփոխման, գազաֆիկացման առնչվող հարցեր։ Դժգոհություններ են եղել նաև տրանսպորտի աշխատանքի բարելավման առումով։ Համաձայն են, մենք հատկապես այս տարին, երբ որ մեր մարզպետի հետ շրջագայում ենք տարբեր բնակավայրերում, ճիշտ է, ամենամեծ խնդիրը հենց ճանապարհաշինությունն է։ Ճանապարհաշինությունն էլ գիտեք, ինքը քիչ գումարներով չի կարող լուծվել, մեծ գումարներ են պետք, այդ հարցերի լուծումն էլ ինքը հերթականությունն է պետք է, այդտեղ միաժամանակ բոլոր բնակավայրերի ճանապարհները չեն կարող կառուցվել, հիմա այս բային, քանի որ դպրոցները գիտեք միավորումներ են տեղի ունենում, նաև հենց այդ համատեքստում նախատեսում է, այսինքն այդ դպրոցներ գնացող, այդ բնակավայրերից այդ միավորվող դպրոցներ տանող ճանապարհների բարեկարգում, ասֆալտապատում, իսկ ինքը նաև էլի այդ ամեն ինչի համար է։ Բնական է, բոլոր ճանապարհները միաժամանակ չեն կարող, դրա համար երկար ժամանակ է պետք ու մեծ ֆինանսական միջոցներ են պետք, բայց արվում է, ընթացիկ արվում է։ Ուրիշ տրանսպորտի հետ կապված, ասեմ, հատկապես մեր խնդիրը Աշոտսկ Ամասիայի տարածաշրջաններում է, տրանսպորտի միջհամայնքային տրանսպորտի այդ խնդրի լուծողը համայնքը չէ։ Այս բային գործող օրենսդրությունով ինքը մրցութային կարգով է, այսինքն որևէ մեկը մրցույթը հայտարարվում է, ովքեր այդ տրանսպորտային ծառայություն են մատուցում, իրենք կարող են մասնակցել, շահել եւ այդ ամեն ինչը արդեն փոխադրումն են իրականացնել, բայց էլի նաեւ ճանապարհների երևի նաեւ շատ դեպքում այդ ճանապարհների խնդրի պատճառով շատերը չեն մասնակցում ու այդ երկու կոնե համայնքներում մենք իրականում այդ ուղևորափոխադրումների խնդիրը ունենք։ Զբոսաշրջության ոլորտին անդրադառնանք, պարոն Անտոնյան, Շիրակի մարզը այս ոլորտում բազմիցս հայտարարվել է, որ չբացահայտված մեծ ներուժ ունի եւ անդադ խոսում են զբոսաշրջային գրավիչ վայր դարձնելու մասին։ Ձեր կարծիքով նման, այս իրավիճակում նման ենթակառուցվածքների պարագայում որքանով է հաջողվել եւ հաջողվելու իրականություն դարձնելու եւ ինչ խոչընդոտներ կան ձեր կարծիքով այս ոլորտում։ Տեսեք, զբոսաշրջությունը վերջի տարիներն է, որ այդ ամեն ինչին մեծ ուշադրություն է դարձվում կամ կարևորվում է այդ ոլորտը։ Երևի բոլորս հասկացել ենք, որ զբոսաշրջության միջոցով մենք կարող ենք բոլոր համայնքներում զարգացում ապահովել, բայց ցավոք սրտի մեր ցանկացածն ու էսպային գործող ենթակառուցվածքները կամ մեր ունեցածը չեն համապատասխանում, բայց որ Շիրակի մարզը ունի այդ ռեսուրսները, հնարավորությունը, այդ գրավչությունը ունի, միանշանակ է։ Գյումրիում վերջի տարին գիտեք, հատկապես ներգնա туриզմի զարգացման հետ կապված որոշակի ենթակառուցվածքներ ինքնստինքյան սկսեցին զարգանալ պետական աջակցությամբ, համայնքային աջակցությամբ եւ մասնավոր սեկտորի նախաձեռնություններով բավականին զարգացում ապրել է, բայց Շիրակի մարզը միայն Գյումրին չէ եւ մենք շատ լավ տեսարժան վայրեր ունենք, որ ճիշտ է, որ այդ վայրերում մենք ունենանք համապատասխան ենթակառուցվածքներ, փոքր ծրագրեր, փոքր նախաձեռնություններ կան, բոլորս էլ գիտենք, բայց դա բավարար չէ։ Մենք հատկապես օրինակ տեսեք Արփի լճի տարածաշրջանը, որը ինքը իրանով գոհար է ներկայացնում, բայց շատ զարգացած չեն մեր այդտեղի ենթակառուցվածքները, ցանկալի կլիներ, որ մասնավոր ներդրողներ, պետական աջակցություն կամ հենց նույն համայնքային նախաձեռնություններ այդտեղ լինեին, որ այդ տարածաշրջանի ամբողջ համայնքը, ամբողջ գեղեցկությունը օգտագործվեր։ Մենք բոլոր բնակավայրում ունենք եկեղեցական շատ հին, իրենից մեծ արժեք ներկայացնող կառույցներ, որոնց շուրջ բոլորը եւս կարող է դա ամեն ինչը զարգանալ։ Օրինակ Մարմաշենի վանական համալիրի տարածքում վերջի 2-3 տարվա ընթացքում տեսել եք որոշակի բարեկարգումներ, ծրագրեր իրականացում են
հույս ունենք, որ մյուս տեղերն էլ ավելի աշխույժ կլինեն։ Երևի մասնավոր սեկտորը հատկապես շատերը ուսումնասիրում են, թե ինչքանով Շիրակի մարզը գրավիչ է, հիմա հասկացել ենք, ճիշտ է, տեմպերը կարող է մեզ չի բավարարում, բայց որ մենք հաստատ այդ առումով գրավիչ ենք, միանշանակ։ Եվ եւս մեկ հարց, պարոն Անտոնյան, եթե ամփոփելու լինենք 2026 թվականի սուբվենցիոն ծրագրի ըստ ոլորտի առյուծի բաժինը որ ոլորտին է վերաբերում։ Ես կոնկրետ քանի որ փաթեթները այս պահին ներկայացման փուլում են, դեռևս չի ամփոփվել եւ չի ուղարկվել, ես այս պահին չեմ կարող ներկայացնել, թե կոնկրետ ասենք ճանապարհաշինությունն է, գերակայողը ռոռոկման համակարգի լուսավորություն, թե գազաֆիկացում, փաթեթները այս պահին համայնքները ներկայացնում են, արդեն նշեցի տարատեսակ խմբագրումներ, վերանայումներ լինում են, կարող է նաեւ այդ ներկայացված փաթեթը հետո վերանայվի դառնա ինքը ուրիշ տեսակի ծրագիր, որովհետեւ հետո որոշվի, որ դա արդյունավետ չի։ Այսինքն այս պահին, բայց մենք էլ համայնքներին հորդորում ենք համատեղ քննարկումների ընթացքում, որ բոլոր խնդիրները պետք է լինեն առաջնահերթ խնդիրներ, այսինքն առաջնահերթ կենսական խնդիրների լուծմանը ուղղված։ Դրանից հետո նոր ազատ միջոցներ հնարավորության դեպքում նոր կարող են ասենք այլ տեսակի խնդիրներ, որոնք առաջնահերթ չէին, բայց համայնքում կա դրա կարիքը։ Շնորհակալություն պարոն Անտոնյան հարցազրույցի համար։ Ես հիշեցնեմ, որ երկխոսության լսարանում մեր հյուրն էր Շիրակի մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Արամ Անտոնյանը։ Ցտեսություն, կհանդիպենք։